Եթե կարելի է նաև խոսենք այ բարդությունների մասին, ինչպես ասեցիք, կարող ալերգիկ վիճակը վերածել ասթմայի, չմոռանանք նաև այդ հիպերտրոֆիկ ռինիտները ինչու են ասում, որտեղ խեցիները մեծանում են, շնչառությունն են բարդացնում, ինչպես օգնել նախ երեխաներին, որպեսզի իրենց շնչառությունը բավարար լինի ֆիզիկական, ակտիվ իրենց օրը եւ ժամանակը անցկացնելու եւ իհարկե ինչպես խուսափել բարդություններից։ Բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է նախ հետազոտվել, գտնել հնարավոր պատճառը, ախտանիշների շրջանում պարբերաբար կիրառել քթի սպրեյներ, հակալերգիկ դեղեր եւ բարեբախտաբար կա նաեւ կանխարգելիչ բուժում ալերգիկ ռինիտի համար, դա կոչվում է ալերգեն սպეციფիկ իմունոթերապիա, որը կարծես վարժեցնում, սովորեցնում է իմուն համակարգը կոնկրետ ալերգենի նկատմամբ, հետագայում դրսում հանդիպելուց ալերգիկ ռեակցիա չառաջացնելու տեսանկյունից։ Եթե կան գանգատներ եւ այնքան շատ է կարիք լինում հակալերգիկ դեղորայքի եւ քթի սպրեյների, որպեսզի կարողանանք երեխան նորմալ շնչել այդ սեզոնի ընթացքում, միգուցե արժի ստուգվել, հետազոտվել եւ մտածել ալերգեն սպეციფիկ իմունոթերապիայի մասին։